Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մաթեմատիկայից։ Այսօր մենք կսովորենք 4-ի բազմապատկում, բաժանում 4-ի։ Սկզբի համար մենք կարող ենք հաշվել 4-ական ավելացնելով մինչև հասնենք 40, 4, 8, 12, 16, 20, 24, 28, 32, 36, 40։ Այժմ նվազման կարգով հաշվենք 40-ից մինչև հասնենք 4-ը։ 40, 36, 32, 28, 24, 20, 16, 12, 8, 4։ Այս առաջադրանքները կհեշտացնեն երեխաներին յուրացնելու 4-ի բազմապատկման և 4-ի վրա բաժանման աղյուսակները։ Այսօր մենք գիտելիքների սրահում կսովորենք կես և քառորդ բառերը։ Կես նշանակում է բաժանել 2 հավասար մասերի։ Քառորդ նշանակում է բաժանել 4 հավասար մասերի։ Սրանք 4-ի պատիկ թվերն են՝ 4, 8, 12, 16, այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են 4-ի, կոչվում են 4-ի պատիկ թվեր։ 4-ի պատիկ թվերը կստանաս, եթե հաշվես 4-ական։ 0-ից մինչև 48-ը հաշվել են, կարելի է անվերջ հաշվել վերջի թվին ավելացնելով 4։ Առաջադրանք 187-ը մենք կկատարենք աշխատանքային տետրում, այժմ կատարում ենք 188 համարի առաջադրանքը։ Լրացրու նախադասությունները օգտվելով անգամ շատ, անգամ մեծ, անգամ փոքր, անգամ քիչ բառերից։ Սոնան գրել է 12 թիվը, իսկ Աննան 4 թիվը։ Սոնայի գրած թիվը 3 անգամ մեծ է Աննայի գրած թվից։ Աննայի գրած թիվը 3 անգամ փոքր է Սոնայի գրած թվից։ Արամն ունի 8 խնձոր, իսկ Հայկը 4 խնձոր։ Արամի խնձորները 2 անգամ շատ են Հայկի խնձորներից։ Հայկի խնձորները 2 անգամ քիչ են Արամի խնձորներից։ Այժմ օգտվելով 189 առաջադրանքից կարող ենք սովորել 4-ի բազմապատկման աղյուսակը։ 4-ը հավասար է 1 անգամ 4-ի, 1 հատ 4-ը 4 է։ 2 անգամ 4 նշանակում է 2 հատ 4 գումարել, 2 անգամ 4-ը 8 է։ 3 հատ 4 գումարելիս ստանում ենք 12, այսինքն 3 անգամ 4 12, և նույնը շարունակում ենք մինչև հասնենք 40-ը։ Նույն ձևով կատարում ենք բաժանումը։ 4-ը բաժանած 4-ի, 4-ի մեջ 4-ը կրկնվում է 1 անգամ։ 8-ը բաժանած 4-ի, նշանակում է 8-ի մեջ կա 2 4, 4-ը կրկնվում է 2 անգամ։ 12-ը բաժանած 4-ի հավասար է 3-ի, նշանակում է 12-ի մեջ 4-ը կրկնվում է 3 անգամ։ 190 առաջադրանքը պետք է կատարել բանավոր, բայց կարելի է նաև մատիտով լրացնել։ 1 անգամ 4 հավասար է 4-ի, 3 անգամ 4 հավասար է 12-ի, 24-ը բաժանած 4-ի հավասար է 6-ի, աղյուսակից եք օգտվում 4 և 6 թվերն ենք գտնում 24։ Որ թիվը բաժանենք 4-ի, որ ստանանք 9, բաժանման աղյուսակի մեջ գտնում ենք 9 և 4-ը 36։ Նույն ձևով երեխաներ աշխատեք, լրացրեք հաջորդ առաջադրանքները։ Մարզասրահում կատարում ենք շրջանաձև առաջադրանքը, յուրաքանչյուր թվին գումարում ենք 3, հետո յուրաքանչյուր թվից հանում ենք 3։ 0-ին գումարած 3 հավասար է 3-ի, 3-ին գումարած 3 6, 6-ին գումարած 3 9, 9-ին գումարած 3 12, 12-ին գումարած 3 15, 15-ին գումարած 3 18, 18-ին գումարած 3 21, 21-ին գումարած 3 24 և 24-ին գումարած 3 27։ Ինչ նկատեցիք երեխաներ, սա 3-ի բազմապատկման աղյուսակն է։ 27-ից հանած 3 հավասար է 24-ի, 24-ից հանած 3 հավասար է 21-ի, 21-ից հանած 3 հավասար է 18-ի, 18-ից հանած 3 հավասար է 15-ի, 15-ից հանած 3 հավասար է 12-ի, 12-ից հանած 3 հավասար է 9-ի, 9-ից հանած 3 հավասար է 6-ի, 6-ից հանած 3 հավասար է 3-ի և 3-ից հանած 3 հավասար է 0-ի։ 192-ը հարցին, թե քանի շնիկ ունի Արան, նա այսպես պատասխանեց. Իմ բոլոր շնիկները միասին ունեն 20 ոտք։ Ինքներդ հաշվեք, թե քանի շնիկ ունեմ ես։ Նայում ենք նկարին, շունը ունի 4 ոտք երեխաներ։
Մեկ շունն ունի 4 ոտք, քանի շուն պիտի լինի, որ ունենա 20 ոտք։ 20-ը բաժանում ենք 4-ի, ոտքերի թվին և ստանում ենք 5, 5 շունը ունի 20 ոտք, նշանակում է Արան ունի 5 շուն։ Հաջորդը արդեն աշխատանքային տետրում համառոտագրելով կլուծենք։ Այժմ համագործակցության սրահում առաջադրանք 195-ն են կատարում։ Տրված պատկերներ բաժանեք 2 և 4 հավասար մասերի։ Եթե բաժանում ենք 2 հավասար մասերի, ստանում ենք ամբողջի կեսը։ Եթե բաժանում ենք 4 հավասար մասերի, ստանում ենք ամբողջի քառորդ մասը։ Որպեսզի հավասար կեսեր ստանանք, թուղթը կարելի է մեջտեղից ծալել և ծալված մասից ձախ և աջ ընկած մասերը կլինեն հավասար կեսերը։ Նույն ձևով մեկ անգամ ևս ծալելով կստանանք քառորդ մասը։ Նույնը կարելի է կատարել և ուղղանկյան, և շրջանի, և քառակուսու հետ։ Առաջարկում եմ երեխաներ, դուք ինքներդ նույնպես տանը կատարեք։ Մի քիչ էլ խաղ առաջադրանքը կուզենամ, որ անպայման խաղաք, այնտեղ հակառակ երեսով տեղադրված թվեր են, դուք սեղմելով քառակուսիների վրա պետք է գտնեք համապատասխան արտահայտությունը և նրա պատասխանը։ Երբ ճիշտ զույգերը գտնեք, այդ ժամանակ այդ քարտերը կվերանան, ամենավերջում պիտի դատարկվի ամբողջ էկրանը։ Նշանակում է դուք ճիշտ եք կատարել առաջադրանքը։ Կարելի է մրցել երեխաների միջև և տեսնել ով ավելի արագ և ավելի շուտ կվերջացնի։ Գնահատման սրահում դասարանցիներով փորձեք ձեր խոսակցության ընթացքում օգտագործել կես և քառորդ բառերը։ Սակայն հիշեք, որ մաթեմատիկայում կիսել նշանակում է բաժանել երկու հավասար մասերի, ոչ թե պարզապես բաժանել, այլ երկու հավասար մասերի բաժանել։ Այժմ անցնենք աշխատանքային տետրին։ 187 համարը հաշվիր արտահայտության արժեքը 7 անգամ 4 հավասար է 28։ Օգտվելով աղյուսակից երեխաներ հաշվում եք և գրում բոլոր արտահայտությունների արժեքները։ Խնդիր 193-ը։ Հարցին թե քանի նապաստակ ունի Լևոնը, նա այսպես պատասխանեց. Իմ բոլոր նապաստակները միասին ունեն 20 ականջ։ Ինքներդ հաշվեք, թե քանի նապաստակ ունեմ ես։ Պատկերացնենք նապաստակին երեխաներ, մեկ նապաստակը քանի ականջ ունի։ Ճիշտ է, 2 ականջ։ Քանի նապաստակը կունենա 20 ականջ։ 20-ը բաժանում ենք 2-ի։ 20 բաժանած 2-ի հավասար է 10 նապաստակ։ Պատասխան 10 նապաստակ։ Լրացնում ենք վանդակները։ Վանդակները լրացնելու համար երեխաներ այս անգամ սկսում ենք բուրգի վերևից։ 79-ից հանում ենք 37, ստանում ենք 42, 79-ը կազմված է 42 և 37 թվերից։ 37-ը կազմված է 21-ից և 16-ից, 42-ը կազմված է 16-ից և 26-ից, 16-ը կազմված է 11-ից և 5-ից, 26-ը կազմված է 21-ից և 5-ից։ Նույն ձևով կատարում ենք հաջորդը։ Առաջադրանք 194-ը աստղանիշերը փոխարինիր այնպիսի թվանշաններով, որ ստանաս հավասարություններ։ 50 միավորը փակված է, հանած 2 միավոր հավասար է ինչ-որ մի թվի տասնավորն է փակած 3, այսինքն 55-ից հանած 2 հավասար է 53, լրացնում ենք 5 միավորը և 5 տասնավորը։ Նույնը գրում ենք ներքևում։ 79-ից հանած 5 հավասար է 74, տեղադրում ենք վանդակներում։ 48-ից հանած 3 հավասար է 45, 25-ից հանած 1 հավասար է 24, 82-ից հանած 2 հավասար է 80, 35-ից հանած 0 հավասար է 35։ Այժմ կատարում ենք առաջադրանք 5-ը։ Պիտի հաշվենք։ Երկու միատեսակ թվերի գումարից ստացվել է 4, որ երկու թվանշանների դեպքում է, որ եթե գրենք իրար կողքի և գումարենք, կստանանք 4-ը։ Ճիշտ է, երեխաներ, 2-ը։ 2 գումարած 2 հավասար է 4-ի։ 2-ը, որ երկու միատեսակ թվերի գումարից է կազմված, մեկերից 1 գումարած 1 հավասար է 2։ Նայում ենք։ Նարնջագույն աստղիկը 2-ն էր, կապույտ աստղիկը 1-ը։ 1-ին գումարած 2 հավասար է 3-ի։ Հաջորդ օրինակում 3 միատեսակ գումարելիները 3-ներն են։ 3 գումարած 3 գումարած 3 հավասար է 9-ի։ Երկու միատեսակ գումարելիները, որոնցից ստացվում է 8-ը, 4-ն են։ 4-ին գումարած 4 հավասար է 8-ի։ Հիմա տեղադրենք 3-ի և 4-ի արժեքները և գումարը կստացվի 7։ 4 միատեսակ թվերի գումարից ստացվել է 20,
20-ը բաժանում ենք 4-ից, ստանում ենք 5, 5 գումարած 5 գումարած 5 գումարած 5 հավասար է 20-ի, 3 միատեսակ թվերի գումարը հավասար է 18-ի, 18-ը բաժանում ենք 3-ից, ստանում ենք 6, 6 գումարած 6 գումարած 6 հավասար է 18, հիմա 5-ի և 6-ի արժեքները տեղադրելիս ստանում ենք 5-ին գումարած 6 հավասար է 11-ի, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։